Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, արդեն վաղուց իսկ առկա են ալիքի էջերում բոլոր արևելյան, ինչպես նաև արևմտյան կենդանակերպերի կանխատեսումները կարմիր հրեղեն ձիու տարվա համար։ Եվ ամեն ամիս, գիտեք, ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք ամսվա կանխաաստղաբանությունը, կանխատեսումները կենդանակերպերի համար, արդեն վաղուց տեղադրված են նաև մարտ ամսվա կանխատեսումները, թե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր, 1 ժամից ավել մանրամասն խոսում եմ մարտի աստղաբանությունից եւ կենդանակերպերի համար կանխատեսումներ եմ անում։ Եվ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ նաև գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ անպայման ներկայացնում եմ նաև կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, այսօր մարտի 8-ն է եւ ես սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին, կանանց միջազգային տոնի առթիվ։ Մաղթում եմ ամենայն բարիք, հաջողություն, հաջողություն, բարեկեցություն, երջանկություն, միշտ փայլեք եւ եղեք կանացի սիրելիներս։ Իսկ ես կօգնեմ ձեզ այդ հարցում իրագործել ձեր ամենանվիրական երազանքները եւ հասնել բարեկեցության, ներդաշնակության, անձնական երջանկության եւ այդ իսկ պատճառով ձեր բազմաթիվ խնդրանքներով հայտարարում եմ կրկին, որ շարունակվում են զեղչերը on-line խորհրդատվության համար, այնպես որ շտապեք օգտվել իմ գերճշգրիտ խորհրդատվությունից, որը ներառում է ոչ միայն արևմտյան աստղաբանություն, այսինքն նատալ քարտեզի վերլուծություն եւ ապագայի կանխատեսումները ըստ այդ քարտեզի, այլ նաեւ գերճշգրիտ չինական բադզի աստղաբանության վերլուծությունը, սիրելի բարեկամներ, ինչպես նաեւ ես վերլուծում եմ ձեր ափի գծերը, խիրոմանցիա, որը բացառիկ է, այդպիսի խորհրդատվություն աշխարհում չկա։ Ես շատ մանրամասն վերլուծում եմ ձեր կյանքի, ձեզ հատկապես հետաքրքրող այդ թեմաները, կլինի անձնական, գործնական, ֆինանսական, առողջական եւ այլն բոլոր հարցերը եւ այդ 3 համակարգերով, եթե անհրաժեշտ է, նաեւ ներառում եմ թվագիտական վերլուծություն, սա բացառիկ խորհրդատվություն է, որևիցե այլ տեղ նման խորհրդատվություն, նման ցածր գնով դուք պարզապես չեք գտնի, որովհետեւ ես բազմիցս դա ասել եմ եւ այժմ նույնպես կկրկնեմ, որ միջազգային շուկա միայն բադզի խորհրդատվությունը $200 արժի, սիրելի բարեկամներ, ես ձեզ առաջարկում եմ 3 կամ 4-ը մեկում շատ ավելի մատչելի գնով, այնպես որ շտապեք օգտվել 50% զեղչով այդ on-line խորհրդատվությունից։ Եվ իհարկե անպայման պատվիրեք նաև Վեներայի եւ Յուպիտերի մոգական քառակուսի թալիսմանները, դրանք գերազոր թալիսմաններ են, անձնական հաջողությունների, բիզնեսի, ֆինանսական ոլորտի բարեկեցության, ընտանեկան բարեկեցության, միջանձնային հարաբերությունների ներդաշնակեցման, հովանավորության համար, պես որ շտապեք բոլոր դրական բաները, որոնք կան այս կյանքում, ձեզ կպարգևեն այդ թալիսմանները եւ մարտ ամսվա ընթացքում նույնպես կարող եք պատվիրել, իհարկե Վեներան ճիշտ է մարտի 6-ից արդեն իսկ մուտք է գործել խոյ եւ մինչեւ մարտի 30-ը կմնա խոյ կենդանակերպում, բայց այնուամենայնիվ մարտ ամսվա ընթացքում կլինեն բացառություններ, կլինեն բացառիկ բարենպաստ օրեր հենց Վեներայի եւ նաեւ Վեներայի եւ Յուպիտերի համակցված թալիսմանները պատրաստելու համար, այնպես որ շտապեք եւ բաց մի թողեք այն բացառիկ հնարավորությունը, որը ընձեռում են ձեզ մեծ եւ փոքր երջանկությունների մորակները, Վեներան եւ Յուպիտերը, հատկապես Յուպիտերը, որը շարունակաբար գտնվում է իր փառավորման աստիճաններում,
տարիքում, իսկ դա լինում է 12 տարին մեկ անգամ, այնպես որ շտապեք, արագ փոխվում են մոլորակների դիրքերը եւ 12 տարի անց նոր կրկին կկարողանանք պատրաստել նաեւ Յուպիտերի թալիսմանները։ Եթե ցանկանում եք հենց այսօր ունենալ այդ ֆինանսական բարեկեցությունը, ներդաշնակությունը, փոխհարաբերություններում հովանավորչությունը, հաջողությունները բիզնեսում, հաջողությունները կարիերայում, աճը, բոլոր ոլորտներում, ապա անպայման շտապեք ձեռք բերել Յուպիտերի եւ Վեներայի գերհզոր մոգական քառակուսի թալիսմանները։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ մարտի 2-րդ շաբաթվա աստղաբանությունը, աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ վերջում կներկայացնեմ նաեւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Պետք է ասել սիրելի բարեկամներ, որ մարտի 2-րդ շաբաթը բավականին ներդաշնակ է, ի տարբերություն այլ ժամանակահատվածների մարտ ամսվա եւ կարծես թե մի փոքր դադար են առնում մարտնչող կողմերը վճռական հարվածներից առաջ, այնպես որ թող ձեր մոտ չստեղծվի այն տպավորությունը, որ պատերազմը ավարտված է, ոչ, ԱՄՆ-ի եւ Իսրայելի մարդակերպ պետությունների պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ ընդհանրապես մարդկության դեմ եւ բոլոր դրական ամեն ինչի դեմ շարունակվելու է բավականին երկար, որովհետև նպատակը որն է, նպատակը այն է, որ այս աշխարհի իշխանը, ամենակարևոր, այսպես ասած, այդ եւ չար սատանան, որը ներկայացված է ԱՄՆ եւ Իսրայելի կողմից, նա պետք է հասնի համաշխարհային տիրապետության եւ գերիշխանության։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերացվեն բոլոր դիմադրության շղթաները, բոլոր դիմադրող օղակները, որոնց են այդ թվում նաև Հայաստանը եւ հայ առաքելական եկեղեցին, Պարսկաստանը, Ռուսաստանը, այդ բոլոր դիմադրող կողմերը, դիմադրող օղակները, որոնք ցուցաբերում են ինքնուրույնություն, որոնք ձգտում են ինքնիշխանության, այդ բոլորը պետք է վերացվի, որպեսզի աշխարհին տիրի սատանան, դա իմաստը եւ այդ իսկ պատճառով այս պատերազմը բավական երկար է շարունակվելու, որովհետեւ Պարսկաստանը դա բավականին հզոր տերություն է եւ այդպես հեշտությամբ չի զիջի իր դիրքերը անգամ եթե մեծ կորուստներ ունենա։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, ինչ է մեզ սպասվում մարտի 2-րդ շաբաթվա ընթացքում մարտի 9-ից 15 ընկած ժամանակահատվածում։ Շաբաթը բավականին իհարկե բարդ է սկսվելու մարտի 9-ին Երևանի ժամանակով 15:28 րոպեին լուսինը լարված դիմակայության մեջ կմտնի Ուրան մորակի հետ 27 աստիճան ցուլ կենդանակերպում շարունակում է գտնվել Ուրանը եւ 27 աստիճան կարիճ կենդանակերպում գտնվում է լուսինը։ Իհարկե սա բավականին լարված դիմակայություն է եւ հղի ամեն տեսակ անսպասելի զարգացումներով, խնդիրներ ճանապարհներին, խնդիրներ միջանձնային փոխհարաբերություններում, լարվածություն ռազմաքաղաքական ոլորտում, անսպասելի ինչ-որ զարգացումներ, ենթադրենք, եթե դուք ինչ-որ կարևոր հանդիպում եք, որոշում կազմակերպել դա մարտի 9-ին, ամենայն դեպս դա մի արեք մարտի 9-ին, որովհետև անսպասելի կերպով օրինակ այդ հանդիպումը չեղյալ կհայտարարվի կամ ինչ-որ կարևոր պայմանագիր պետք է ստորագրեք, դա նույնպես չի ստացվի։ Հիշենք, որ դեռ նոր է ավարտվել Խավարումների ձմեռային միջանցք 2026 թվականի եւ շարունակում է հետընթաց շարժը Մերկուրի մոլորակը։ Նույնպես անբարենպաստ է այս դիմակայությունը ճամփորդությունների համար, ավիոթռիչքների համար, այսինքն ամսի 9 բարենպաստ չէ թռիչքների համար առհասարակ։
Եվ 19:36 րոպեին լուսինը մոտ կգործի աղեղնավոր կենդանակերպ։ Սիրելի բարեկամներ, եւ այստեղ 22:21 րոպեին արդեն մարտի 9-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Նեպտուն մորակի հետ, անորոշության, մոգության, միստիկայի մոլորակ Նեպտունը գտնվում է 1 աստիճան խոյ կենդանակերպում եւ լուսինը գտնվելու է 1 աստիճան աղեղնավորում։ Սա իհարկե բարենպաստ է ապագան կանխատեսելու համար, այնպես որ ամսինին երեկոյան համեցեք խորհրդատվության։ Նամանավանդ որ 50% զեղչով է։ Եվ լուսինը բավական բարդ եւ բարեխառն օր է մարտի 10-ը, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը 1:14 րոպեին Երևանի ժամանակով լուսինը նախ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Սատուրն մորակի հետ, որը գտնվում է 2 աստիճան խոյ կենդանակերպում, այնուհետև 4:34 րոպեին նույնպես գիշերը 9-10-ի գիշերը լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Վեներա մորակի հետ, սիրով գեղեցկության մորակ Վեներան գտնվում է 4 աստիճան խոյ կենդանակերպում եւ 4 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը։ Եվ արդեն 5-12 րոպեն սեք բոլոր այդ բարձրագույն որակների հետ փոխհարաբերություններ հիմնականում 9-10-ի գիշեր այդ ժամանակ հենց այդ որոշումը կկայացվի եւ նոր հնարավոր ինչ-որ խոցումներ լինեն կամ նոր ինչ-որ գաղտնի զարգացումներ կլինեն, որ անհասկանալի հարվածներ կլինեն տարբեր պետությունների վրա իբրև թե Պարսկաստանի կողմից, բայց իրականում դա կլինեն սադրանքներ ԱՄՆ եւ Իսրայելի կողմից։ 5-12 րոպեին լուսինը եռանկյունի նաեւ 6 անկյուն կառաջացնի Պլուտոն մորակի հետ, որը գտնվում է 4 աստիճան ջրհոս կենդանակերպում եւ այնուհետեւ բավականին մեր մոտ օրվա ընթացքում լարված մորակային փոխհարաբերություններ են լինելու մարտի 10-ին նախ 7:36 րոպեին հենց վաղ առավոտից լուսինը լարված քառակուսի կառաջացնի Մարս մոլորակի հետ, որը գտնվում է 5 աստիճան ձկներ կենդանակերպում, այդ լարվածությունը կնշանակի միջանձնային կոնֆլիկտներ, լարվածություն, ընդհանրապես ագրեսիայի աճ, այդ օրը մարտի 10-ին մի փորձեք պարզել հարաբերություններ, հատկապես հակառակ սեռի հետ, մի այսպես որոշեք ով է ճիշտ, ով է մեղավոր, ով է ավելի ուժեղ եւ ով է ավելի թույլ, որովհետեւ անպայման կոնֆլիկտի մեջ կհայտնվեք։ Եվ 22:58 րոպեին նաև մարտի 10-ին լուսինը լարված քառակուսի կառաջացնի կապև հեռահաղորդակցության մորակ Մերկուրի հետ, որը իր հետ ընթաց շարժի մեջ հայտնվել է 13 աստիճան ձկներում եւ 13 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը։ Ամսի 11-ը նույնպես բավականին լարված օր է, լուսինը Արեգակի հետ քառակուսում մեջ է, դա կլինի վերջին քառորդը լուսնի, հիշեցնեմ, որ ոչ գալիք շաբաթվա ընթացքում լուսինը մարող է լինելու եւ այստեղ իհարկե 20 աստիճան ձկներում գտնվում է Արեգակը եւ 20 աստիճան աղեղնավորում գտնվում է լուսինը։ Սա նույնպես անբարենպաստ է միջազգային հարաբերություններ պարզելու համար, ինչ որ հարցեր կարգավորելու համար, այսինքն գալիք շաբաթը ճիշտ է բարեխառն է, բայց այնուամենայնիվ լիելարված մորակային փոխհարաբերություններով, որը անբարենպաստ է ինչպես ռազմաքաղաքական իրադարձությունների առումով, այնպես էլ միջանձնային հարաբերությունների իմաստով եւ նույնպես բավականին բարդ օր է մեզ մոտ մարտի 12-ից, կասեի ամենաբարդ օրերից մեկն է գալիք շաբաթվա, որովհետեւ 8:06 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի այդ եղջյուր եւ այնուհետեւ անմիջապես 11:02 րոպեին նախ լարված քառակուսի կառաջացնի Նեպտունի հետ 1 աստիճան խոյ կենդանակերպում գտնվում է Նեպտուն եւ 1 աստիճան այդ եղջյուրում գտնվելու է լուսին։ Իհարկե այս լարվածությունը նշանակում է դեզինֆորմացիայի տարածում, կեղծ տեղեկատվություններ, այսինքն այն ամեն տեղեկատվություն, այն ամեն ինֆորմացիան, որը դուք կստանաք մարտի 12-ի ցերեկը առավոտվանից պետք է մի քանի անգամ ստուգեք, նոր դա նկատի ունենաք եւ այդ տեղեկատվության հիման վրա ինչ որ եզրակացություններ կամ քայլեր կատարեք։ Որտեւ լուսնի եւ Նեպտունի այդ քառակուսին առաջացնում է մանիպուլյացիաներ, խաբեություններ,
ջրներ, զանազան, կեղծ տեղեկատվության տարածում եւ այլն։ Նամանավանդ, որ արդեն 14:21 րոպեն Երևանի ժամանակով Լուսինը նաեւ լարված քառակուսի կառաջացնի Սատուրն մոլորակի հետ եւ մեծագույն չարիք, խոչընդոտների լարվածության մորակ Սատուրնը 3 աստիճան խոյ կենթանակերպում եւ Լուսինը լինելու 3 աստիճան այդ եղջյուրում։ Իհարկե այդ քառակուսին նույնպես անբարենպաստ է միջանձնային հարաբերությունների, սառելու են այդ հարաբերությունները, էմոցիոնալ սառնություն է նկատվելու Եվ նամանավանդ, որ 23:58 րոպեին Երևանի ժամանակով մարտի 12-ին Լուսինը նաև լարված քառակուսի կառաջացնի Սիրով գեղեցկության մորակ Վեներայի հետ, որը գտնվում է 7 աստիճան խոյ կենթանակերպում տեսակ եւ Լուսինը գտնվում այդ եղջյուրում, որը նրա թուլության եւ վտարման նշան է եւ Վեներան է գտնվում խոյ կենթանակերպում, որը նրա թուլության եւ վտարման նշան է, այսինքն երկու կանացի մորակները այդ դիրքերում իհարկե շատ անբարենպաստ նախ անձնական հարաբերություն կանանց հետ փոխհարաբերությունները կարգավորելու համար, ինչ որ անձնական հարցեր լուծելու համար, խնամախոսություն դրա մասին խոսք լինել չի կարող, իհարկե շատ անբարենպաստ է։ Այնպես որ այդ ամսի 12-ին զերծ մնացեք այդ անձնական հարաբերությունները պարզելու կամ ինչ որ կարևոր հանդիպումներ, կարևոր պայմանագրեր ստորագրելուց Բարեխառը նոր է մեզ մոտ մարտի 13-ը, մարտի 12-ի լույս 13-ի գիշերը 0:15 րոպեին Լուսինը նախ վեցանկյուն կառաջացնի Մարս մորակի հետ 8 աստիճան ձկներում գտնում է Մարսը եւ 8 աստիճան այդ եղջյուրում գտնվում է Լուսինը, իսկ 7:07 րոպեին Լուսինը վեցանկյուն կառաջացնի նաեւ Մերկուրիի հետ, իսկ 14:10 րոպեին Լուսինը կդիմակայի մեծր չանկության մորակ Յուպիտերին, որը գտնվում է իր փառավորման աստիճանում 15 աստիճան Խեցգետնում եւ 15 աստիճան այս եղջյուրում գտնվելու է Լուսին։ Իհարկե այս դիմակայությունը լարվածություն կստեղծի նույնպես գործնական ոլորտում վրա է հասնելու տնտեսական ճգնաժամը, սիրելի բարեկամներ, արդեն զգացվելու է գալիք շաբաթվա ընթացքում այդ լարվածությունը ֆինանսական ոլորտում, տնտեսական ոլորտում դա իհարկե ակնհայտորեն կերևա։ Եվ ամսի 14-ը մեզ մոտ մարտի 14-ը նույնպես բարեխառն օր է, այնպես չէ որ միանշանակ անբարենպաստ է։ Գալիք շաբաթվա ընթացքում մարտնչող կողմերը փորձելու են հասկանալ մեկը մյուսի թույլ կողմերը եւ փորձելու են գաղտնի ձևով, այսպես մեջքի հետևից հարվածել այդ թույլ կողմերին, որպեսզի մյուս շաբաթվա ընթացքում արդեն հասնեն գերիշխանության ռազմական գործողություն մեջ, թե որքանով դա կհաջողվի իհարկե երկրորդ հարցն է, սիրելի բարեկամներ, բայց այնուամենայնիվ գալիք շաբաթ հիմնականում այդ գաղտնի հակամարտությունների ականատեսը կլինի։ Դա շնչանք որ ռազմական գործողությունները կանգ են առել եւ այդպես էլ կանգնած կմնան, ոչ, դա պարզապես այդպես հանդարտություն է նոր փոթորիկից առաջ։ Եվ 6:41 րոպեին Լուսինը մարտի 14-ին վեցանկյուն կառաջացնի Արեգակի հետ 23 աստիճան ձկներում Արեգակն եւ 23 աստիճան այդ եղջյուրում Լուսինը։ Իսկ 15:33 րոպեին Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի անսպասելի փոփոխությունների մոլորակ հեղափոխական Ուրանի հետ, որը գտնում է 28 աստիճան ցուրտ կենթանակերպում եւ 28 աստիճան ձկներում կներեք այդ եղջյուրում գտնվելու է Լուսին։ Սա իհարկե շատ բարենպաստ է ապագան կանխատեսելու համար։ Մարտի 14, այնպես որ անպայման համեցեք խորհրդատվության։ Եվ 19:13 րոպեին Լուսինը մոտ կգործի ջրհոս կենթանակեր, որտեղ 22:12 րոպեին նա վեցանկյուն գեղեցիկ կառաջացնի դրական փոխհարաբերություն է մոլորակային Նեպտուն մոլորակի հետ, որը գտնում է 1 աստիճան խոյ կենթանակերպում, իսկ Մարտի 14-ի լույս 15-ի գիշերը 1:46 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը նաև վեցանկյուն կառաջացնի Սատուրն մոլորակի հետ, որը 3 աստիճան խոյ կենթանակերպում է գտնվում։ Եվ 4:34 րոպեին գիշերը Լուսինը կմիանա չարաբաստիկ ավերիչ Պլուտոն մոլորակի հետ, որը 4 աստիճան ջրհոսում է։ Սա նույնպես նշանակում է, որ զանգվածային զորթական հուզումներ տարբեր երկրներում, որոնք
Նրանք կհայտնեն իրենց այսպես անհամաձայնություն ԱՄՆ եւ Իսրայելի այդ ագրեսիվ իմպերիալիստական քաղաքականության դեմ եւ իրենց աջակցությունը կհայտնեն Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինքն ամբողջ աշխարհով մեկ տարբեր երկրամասերում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Աֆրիկայում եւ Ասիայում եւ հենց Ամերիկայում կլինեն այդ զանգվածային հուզումները։ Եւ արդեն 16:41 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նաեւ Վեներայի հետ 11 աստիճան ջրհոսում գտնվում է լուսինը եւ 11 աստիճան խոր կենտրոնակերպում գտնվելու է Վեներան։ Ահա, սիրելի բարեկամներ, այսպիսին է լինելու գալիք շաբաթը, բարեխառն, բայց պետք է հասկանալ, որ վճռական ճակատամարտերը դեռ առջևում են։ Իսկ այժմ, սիրելի բարեկամներ, ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենտրոնակերպերին մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում, այսինքն մարտի 9-ից 15 ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոհեր, ձեզ համար շաբաթը խիստ բարենպաստ է լինելու։ Մարտի 9-ից 12-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կստանան խոհերը։ Մարտի 12-ից 14-ը կարևոր գործնական աշխատանքային հարց կլուծվի խոհերի համար, պետական դրան հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, հասարակական կարգավիճակի հետ կապված, հնարավոր է ինչ-որ կարևոր առաջարկություն ստանան խոհերը, անձնական կամ գործնական բնույթի։ Մարտի 14-ից 15-ը խոյրի ամենանվիրական երազանքներից մեկը կիրագործվի, ուրախացնեն ձեզ նաև սիրելի խոյր։ Ձեր չափահաս երեխաները բարենպաստ է օնլայն բիզնեսի համար։ Ցուլիկների համար բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, մարտի 9-ից 12-ը խոչընդոտներ կառաջանան ձեր առջև, հատկապես ֆինանսական ոլորտում անսպասելի ինչ-որ զարգացումներ են հնարավոր, առողջական ոլորտում, ֆինանսական ոլորտում մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրերին սիրելի սլակներ։ Մարտի 12-ից 14-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է ճամփորդություն, բայց ես խորհուրդ չեմ տալիս այս ընթացքում ճամփորդել։ Մարտի 14-ից 15-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար սիրելի սլակներ, գործնական ոլորտում, աշխատանքային ոլորտում, պաշտոնի ոլորտում, հասարակական ինչ-որ կացության ոլորտում, պետական դրան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար եւս բարդ է անցնելու գալիք շաբաթը, մարտի 9-ից 12-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Մարտի 12-ից 14-ը հնարավոր է անսպասելի լարվածություն, անսպասելի խնդիրներ, էքստրեմալ իրավիճակներ, խնդիրներ ճանապարհներին, առողջական խնդիրներ, մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Մարտի 14-ից 15-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր կամ հնարավոր է ճամփորդություն։ Խեցգետինների համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, սիրելի խեցգետիններ, մարտի 9-ից 12-ը աշխատանքային հարցեր եք լուծելու, նաեւ առողջական խնդիրներով եք զբաղվելու։ Մարտի 12-ից 14-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Մարտի 14-ից 15-ը էքստրեմալ իրավիճակներ են, հնարավոր խնդիրներ ճանապարհներին, ֆինանսական ոլորտում, առողջական ոլորտում, այնպես որ զգուշացեք եւ մեծ վարկեր ու պարտքեր մի վերցրեք։ Սիրելի առյուծակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, մարտի 9-ից 12-ը շատ բարենպաստ օրեր են, հատկապես երեխաների համար, երեխաների հաջողություններից կուրախանաք, հանգստի համար, չգիտեմ, ներդաշնակ հարաբերությունների համար, հաճույքների համար եւ բիզնեսի համար լավ է։ Մարտի 12-ից 14-ը Հիմնականում գործնական եւ առողջական խնդիրներով եք զբաղվելու սիրելի առյուծակներ, իսկ 14-ից 15-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ հետագայում դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Սիրելի կույսեր, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, մարտի 9-ից 12-ը զբաղվելու հիմնականում տան, ընտանիքի, անշարժ գույքի հետ կապված հարցերով, հնարավոր է տան առքովաճառք, բայց հետընթաց Մերկուրի պարագայում ավելի լավ է վաճառել տունը քան ձեռք բերել։ Մարտի 12-ից 14-ը բարենպաստ է երեխաների համար, ուրախացնեք ձեր երեխաները, հանգստի, հաճույքների համար լավ է եւ բիզնեսի համար է բարենպաստ, իսկ մարտի 14-ից 16-ը սիրելի կույսակներ զբաղվելու եք ձեր աշխատանքային եւ առողջական հարցերով։
Բարենպաստ է գալիք շաբաթը կշերքների համար։ Մարտի 9-ից 12-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում հետաքրքիր լավ լուրեր եք ստանալու եւ հետաքրքիր ծանոթություն են հնարավոր։ Մարտի 12-ից 14-ը զբաղվելու եք ձեր տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով։ Իսկ մարտի 14-ից 15-ը ձեզ կուրախացնեն ձեր երեխաները, ինչ որ լավ դրական ջերմ հարաբերություններ, բարենպաստ է հանգստի համար, բարենպաստ է բիզնեսի համար։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը։ Մարտի 19-ից 12-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու։ Մարտի 12-ից 14-ը կարճ ճանապարհ, որի ընթացքում լավ լուրեր եւ հետաքրքիր հանդիպում, իսկ մարտի 14-ից 15-ը տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու։ Բարենպաստ է գալիք շաբաթը նաեւ աղեղնավորների համար։ Մարտի 9-ից 12-ը զբաղվեք սիրելի աղեղնավորներ ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ, անձնական եւ գործնական հարցերի կարգավորմամբ հաջողությունը ձեր կողմն է։ Մարտի 12-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ մարտի 14-ից 15-ը հնարավոր է հետաքրքիր ճամփորդություն, որի ընթացքում լավ լուրեր եւ հետաքրքիր ծանոթություններ։ Բարի խառն է անցնելու գալիք շաբաթը այծ եղջյուրների համար։ Մարտի 9-ից 12-ը զգուշացեք սիրելի այծ եղջյուրներ գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Մարտի 12-ից 14-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ։ Լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր։ Հաջողությունը ձեր կողմն է։ Մարտի 14-ից 15-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք սիրելի ստանալու սիրելի այդ եղջյուրներ, դուք սիրում եք փողը, դա գիտենք։ Սիրելի ջրհոսակներ, բարի խառն է անցնելու ձեզ համար գալիք շաբաթը։ Մարտի 9-ից 12-ը բարենպաստ է հին ընկերների հետ հանդիպելու, ինչը շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար եւ կուրախացնեն ձեզ ձեր չափահաս երեխաները։ Մարտի 12-ից 14-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ մարտի 14-ից 15-ը զբաղվեք ձեր արտաքին հմանքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Ձկնիկների համար եւս բարի խառն է լինելու գալիք շաբաթը մարտի 9-ից 12-ը ուրեմն կարևոր պետական հարց է լուծվելու, գլոբալ գործնական պետական դրան հետ կապված փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Մարտի 12-ից 14-ը ինչ որ շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Մարտի 14-ից 15-ը սիրելի ձկնակներ զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Ահա այսքան է սիրելի բարեկամների այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում։ Մարտի 9-ից 15-ը ընկած ժամանակահատվածում անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ երկրորդ YouTube-յան ալիքին, Աստրոմագիվ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, հետեւեք ինձ նաեւ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարի, կհանդիպենք ստեսություն։